Բայց ես Թագուհի Ղազարյանն եմ, ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս եւ ուզում եմ տեղեկացնել, որ այն մտքերը, որ կհայտնեմ այս հաղորդման ընթացքում, չեն համընկնում ամերիկյան համալսարանի մտքերին կամ պարտադիր չի, որ համընկնեն, սրանք իմ անձնական մոտեցումներն են այն հարցի վերաբերյալ, որ այսօր խոսելու ենք եւ այսօրվա մեր խոսակցության նյութը ազգային ինքնությունն է, բնականաբար շատ բարդ թեմա եւ շատ դժվար խոսելու համար այս կարճ ժամանակամիջոցում եւ մեծ յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ թեմա, որովհետեւ մենք տարբեր կերպ ենք մեծացել եւ տարբեր կերպ են ձևավորվել մեր ինքնությունները, բայց այնուամենայնիվ մի բան կա, որ մեզ բոլորիս կապում է իրար, երբ որ մենք ինքներս մեզ նկարագրում ենք որպես հայ, մենք գիտենք, թե ովքեր ենք մենք եւ միգուցե ոչ բոլորս ունենք բանաձևերը, տեքստերը, պատրաստի տեսությունները, թե ինչ նկատի ունենք դրա ներքո, բայց բոլորս ինքնըստինքյան օդում հասկանում ենք, թե ովքեր ենք մենք եւ ովքեր են նրանք, որոնք մենք չենք։ Եվ այս իմաստով ես կուզենայի նաև անդրադառնալ այն հարցադրումներին, որոնք հնչել են մինչև եթերը միմյանց հետ զրուցելու ընթացքում, արդյոք ինքնությունը դինամիկ է թե ոչ, արդյոք հետպատերազմյան շրջանում վերանայման կարիք կա, արդյոք կարևոր է այսօր ինքնության թեմաները, որքան նախկինում, եւ բնականաբար այս հարցերը ինձ համար ունեն շատ կոնկրետ պատասխաններ, ազգային ինքնության հարցերը միշտ կարևոր են, չի կարող կապահ, երբ որ ազգային ինքնության հարցերը արդիական չլինեն ազգերը, որոնք կպահածոյացնեն իրենց ինքնության հարցերը, իրանք ուղղակի դադարում են գոյություն ունենալ, կան այդպիսի ազգեր, որոնց ինքնությունները այլևս դինամիկ չեն եւ նրանք պատմության գրքերում գրված ազգերն են, այն ազգերը, որոնք ապրում են ժամանակակից աշխարհում, իրենք այդ դինամիկ փոփոխությունների հետ հարաբերվելով են ապրում եւ պետք չի վախենալ մարտահրավերներից, պետք չի վախենալ դրսի աշխարհից, որոնք գալիս են եւ պետք չի կոնսերվացնել ինքնությունը։ Իմ կարծիքը այդ թեմայի վերաբերյալ դա է։ Վերանայում բառն ենք գործածել հարցադրումների ժամանակ, ես կարծում եմ, որ դա շատ կոպիտ բառ է, ինքնությունը վերանայելը եւ իմ զգացողությամբ մենք վերաիմաստավորման կարիք ունենք։ Ես մտածել եմ, թե ինչ ենք մենք ինքներս մեզ մեր պատումները աշխարհին եւ մեր պատումները ինքներս մեզ պատմելիս հաճախ ինչպիսին ենք մենք մեզ տեսնում եւ քանի որ երրորդ հանրապետության քաղաքացիների ինքնության հիմքում ընկած է երկու շատ կարեւոր բան՝ ցեղասպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ընդ որում հաղթանակած պատերազմը, մեր ինքնություն շատ այց բևեռացված զոհի եւ հաղթողի կերպարների միջև լողացող ինքնություն է, այսինքն մի կողմից մենք նահատակ ենք, մյուս կողմից մենք հաղթող ենք եւ ինձ թվում է դա բարդացրել է մեր կյանքը, մեր ինքնանկալումը եւ դուրս է թողել շատ շերտեր, որոնց մասին միգուցե արժեր ավելի ստեղծարար մտածել, միգուցե նաև պարզունակացրել է իրավիճակը։ Պատերազմից հետո բնականաբար վերաիմաստավորման կարիք կա, բնականաբար մեծ աղետները, մեծ տրավմաները, մեծ ողբերգությունը մեզ բոլորիս են ստիպում մտածել, ինչ խնդիր ենք ունեցել կամ ինչ նկարագրության, միգուցե ինքնության, միգուցե այլ տիպի հարցերի, քաղաքականության, կրթության, այլ ոլորտներում խնդիրներ ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանների որոնումը նույնպես մեր ինքնության մասը կարող է դառնալ եւ այսօր ինքը հենց դա է, հա, որոնումն է դարձել մեր ինքնության մասը եւ մենք ինքներս մեզ կարող ենք տեսնել որպես որոնող։ Իմ անձնական փորձառության մեջ իհարկե շատ կարեւոր է լեզվի հարցը։ Ես շատ արագ կարողանում եմ հասկանալ ովքեր ենք մենք, երբ որ լսում եմ հայերեն խոսքը եւ ինչքան ավելի միջավայրը բազմազան է, այնքան ավելի արագ եմ հասկանում, հա, որտեղ ովքեր ենք մենք եւ ես նաեւ իմ քաղաքական գործունեության ընթացքում այս զգացողություն շատ հաճախ ունենում եմ, երբ որ իմ ընդդիմախոսը խոսում է իմ արժեքներին, սկզբունքներին, տրամաբանությանը արմատապես հակառակ բաներ, բայց երբ որ խոսում է հայերեն, ես ուզում եմ այդ հարազատությունը, ես զգում եմ, որ մենք նույն տրամաբանության, նույն աշխարհի, նույն պատումների աշխարհի մեջ ենք եւ ի վերջո ինքներս մեր մասին պատմությունները, մեր իմացած պատմությունները շատ նման են, միգուցե մեկնաբանությունները տարբեր են, բայց շատ նման են եւ ժամանակակից աշխարհում էլ ոչ միայն պատումները, այսինքն ոչ միայն Վարդանանքը, Տիգրան Մեծը, ցեղասպանությունը, այն պատումները, որ մենք մեր մասին ունենք, քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը եւ այլն, այլ նաեւ համատեղ փորձառությունն է դառնում ինքնության կարևոր մաս։ Ես գիտեմ, որ մենք բոլորս նման չենք այն ազգերին, ովքեր ունեցել են ազնվականություն, աղքատ խավ, ժողովուրդը ապստամբել է ազնվականության դեմ եւ այլն, մենք բոլորս 90-ականներին անցել ենք սոցիալական ծայրահեղ ճգնաժամի փորձառության միջով եւ այդ իմաստով մեզ հայաստանցիներից ինքնությունը հավասարվել է միմյանց եւ այդ հավասար ինքնությունը լավ հիմք է, լավ նախադրյալ է քաղաքացիական ազգ, պետություն ստեղծելու եւ այդպիսի հանրություն ունենալու համար եւ ես կարծում եմ հիմա մեր որոնումները կանգ են առել կամ միտում ունեն կանգ առնելու պետության շուրջ ձևավորվող ինքնության վրա, որովհետև
այնուամենայնիվ մեր ինքնության լավագույն պահապանը մեր ազգային պետությունը կարող է լինել եւ ոչ թե այլ տիպի ֆորմաներ, որտեղ իհարկե մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը, բայց միշտ վտանգված եւ միշտ վախով ենք դա արել։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է Տիկին Տաքուի Ղազարյանը, գրականագետ եւ քաղաքական գործիչ։ Գիտեմ, որ շատ բազմազբաղ է եւ շնորհակալ եմ, որ Տաքուի որ դուք ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, պարոն Ոսկանյան։ Անկեղծ ասած, ես հենց ամենասկզբից, երբ որ մենք այս ծրագիրը նախատեսում էինք, աչքի առաջ ունեի ձեզ հրավիրելու հնարավորությունը, ինչու, որովհետեւ ինձ գրավում է հենց այդ երկու կողմերի միացումը։ Մի կողմից դուք բավական ակտիվ ներգրավված եք գրականագիտական նաև հրապարակախոսական գործունեության մեջ, մյուս կողմից ունեք շատ հստակ քաղաքական դիրքորոշում, որը եւ արտահայտում եք այդտեղ, եւ ինձ համար հետաքրքիր էր այդ երկուսը ինչպես է ուրեմն մեկը մյուսի հետ աշխատում։ Եվ երբ որ մենք ասացինք, որ յուրաքանչյուր ոք մեր հյուրերից նաև պետք է նախնական ինչ-որ մի ինքնաներկայացում ունենա, եւ այդ ինքնաներկայացումը պետք է ընտրեր իր համար հարազատ տարածք։ Կարող եք ընտրել պարլամենտը, կարող եք ընտրել համալսարանը, բայց դուք ընտրեցիք համալսարանը։ Կարող եք ընտրել Բուն TV-ին։ Բուն TV-ին այդքան հարազատ է, չգիտեմ, կարող է։ Ահա ուրեմն ես եկան եզրակացության, երբ սկսենք այս բանից, մշակութայինից կանք դեպի ուրեմն արդեն քաղաքական։ Բայց ես նախ եւ առաջ ուզում եմ իհարկե ելնեմ այն հարցադրումներից, որ դուք եք արել ձեր կարճ ներկայացման մեջ։ Առաջին թեման, որը դուք բարձրացրել եք, ինձ համար միանգամայն ընդունելի։ Դուք ասում եք, որ ինքնությունը դա ինքնին հասկանալի ոլորտն է, այո, այդպես է, ես միշտ եմ դա փորձում շեշտել։ Դուք ասում եք, որ ինքնությունը դինամիկական process է, այսինքն փոփոխվում է նույնպես անկասկած է, որ այդպես է, եւ երրորդը գուցե այդքան էլ անկասկած չի, բայց ես լիովին համաձայն եմ, երբ որ դուք ասում եք, որ ինքնությունը ահա որոնումն է, նաեւ ինքնության որոնումը, եւ ինքնության որոնումը նույնպես կարող է դառնալ ինքնության մաս։ Այս երեք թեմայի հետ ես լիակատար համաձայն եմ։ Համաձայն չեմ մյուս բնդման հետ, երբ որ դուք ասում եք, որ երրորդ հանրապետության հիմքում ընկած է եղել երկու բան, ցեղասպանության սինդրոմը եւ Արցախի խնդիրը, եւ դրա համար երրորդ հանրապետության մեջ կարծես թե հանրային դաշտում մենք միշտ պատտվել ենք այս երկու բևեռների միջև զոհի ընկալման եւ հաղթողի ընկալման։ Դա ես համաձայն չեմ բացարձակապես հետեւյալ պատճառով։ Նու Արցախը հասկանալի է, որ Արցախը եղել է դեռ մինչև անկախ պետականության ձևավորումը, դեռևս կայսրության փլուզման ժամանակ եւ այո, մենք ստիպված ենք եղել դա համարել մեր կարևորագույն խնդիրներից մեկը եւ նպատակ ենք ունեցել գտնել արժանապատիվ լուծում։ Այստեղ ես չէի ասի, որ մենք ունեցել ենք հաղթողի սինդրոմ, որովհետև մենք գոնե մեր այն քաղաքական ուժը, որը ես ժամանակին ներկայացրել եմ, միշտ էլ վստահ է եղել, որ հարցը լուծված չէ, որ պետք է գնալ արժանապատիվ լուծման, ինչպեսին պետք է լինի այդ արժանապատիվ լուծումը պետք է բանակցել, բայց հաղթել ենք այդ զգացողությունը չի եղել։ Ինչ վերաբերում է ցեղասպանության խնդրին, կներեք, սա պարզապես հետագա վերագրում է, եթե ոչ կներեք նենգափոխում, որովհետև ամբողջ երրորդ հանրապետության իմաստը այն է եղել, որ մենք չշեշտադրենք ցեղասպանության հարցը, որովհետև մենք խնդիր ենք ունեցել հարևանների հետ ապրել խաղաղ վիճակում, դրա համար էլ պետք էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել եւ պատահական չէ, որ նույնիսկ սահմանադրության մեջ այդ ցեղասպանության խնդիրը այսպես կողք է դրված, եթե նկատել եք չկա ուղիղ տեքստում, կա միայն այդ ուրեմն նախնական տեքստի մեջ անկախության հռչակագրի, որը կցվել է հետագայում, այսինքն սա կներեք պարզապես այդպես չի։ Եվ չպետք է մոռանալ, որ մեր կարգախոսներ չկան հավերժական բարեկամներ, չկան հավերժական թշնամիներ, չէ։ Հետևաբար այս ստրետ համաձայն չեմ, բայց դուք այնտեղ մի ուրիշ բան ասացիք, որ ես ուզում եմ խնդրել, որ մի քիչ դուք բացեք։ Դուք ասացիք, որ կային ինքնության ուրիշ շերտեր, որոնք անտեսվել են։ Այ որոնք են այդ շերտերը, որոնք անտեսվել են։ Չէ, պարոն Ոսկանյան, այդպես չի լինի, որ այդ ամբողջի միջից հենց դրան պատասխանում ես զգում եմ, որ ավելի հետաքրքիր կլիներ, որ բանավեճի ֆորմատով լիներ, որովհետև զգում եմ, որ դուք քաղաքական խմբի անունից, ձեր քաղաքական թիմի անունից եք ներկա այդ 88-ի, 90-ի ընդհանրապես չէ, այս պահին այո, բայց ընդհանրապես երբ որ ես լսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ Արցախյան խնդրի եւ ցեղասպանության վերաբերյալ ձեր դիտարկումներ, ես զգում եմ քաղաքական կողմնորոշում, ոչ թե պարզապես
որպես հարցազրույցավարի կամ գիտնականի հարցադրում, դրա համար դրան արձագանքելու կարիք ունեմ։ Գուցե ձեզ համար Արցախյան հերոսամարտը այնքան ուժեղ ինքնության հենասյուն չի եղել, ինչքան ինձ համար, որովհետև դուք ունեցել եք խորհրդային կրթություն, բայց ես հիշում եմ, որ ես դպրոցում իմ հանդեսի ժամանակ ասել եմ, որ Տիգրան Մեծից հետո դա սա մեր առաջին հաղթանակն է եղել վերջի 2000 տարվա մեջ։ Այդ տեքստը որպես հանդեսի տեքստ, որպես հանդեսի մասնակից 7-8-րդ դասարանի, ոչ շատ փոքր, ոչ շատ մեծ տարիքում ես արտասանել եմ եւ ես դրան հավատացել եմ եւ ես իմացել եմ, որ ոնց որ ծոփքից հետո մեկ էլ Արցախն է եւ դա իմ ինքնության վրա ահռելի ազդեցություն է թողել։ Հետեւաբար ես չեմ համաձայնի այն մարդկանց հետ, ովքեր այլ տիպի միջավայրում, այլ տիպի դպրոցական կրթություն են ստացել, քան ես, որովհետեւ գուցե հիմա ուրիշ չափորոշիչներով են սովորում, գուցե սովետական կրթություն ստացող մարդկանց համար տարբեր է, բայց իմ սերնդի համար սա իմ կարծիքով շատ միանշանակ է եղել, որովհետեւ մենք բոլորս այդ բանի հաղթանակացի հերոսապատումի մեջ ենք ապրել։ Մյուս բան, ցեղասպանության հետ կապված դուք ասացիք, որ երրորդ հանրապետության հիմնադիրներ չեն շեշտադրել դա սահմանադրության մեջ, ես դրա հետ եւ նաեւ նույնիսկ դեմ են եղել այդ խոսակցությունները, կան հռչակագրի մասին խոսակցությունը, կա արձանագրությունները, հուշագրությունները եւ այլն, եւ գուցե դա ճիշտ է Լևոն Տեր-Պետրոսյան կառավարության մասին, բայց դա ճիշտ չէ, օրինակ Ռոբերտ Քոչարյան կառավարության մասին եւ հետեւաբար ոչ թե ես եմ նենգափոխել ՀՀՇ-ին։ Չասեցի դուք եք նենգափոխել, ասի նենգափոխվել է։ Այլ նենգափոխել է հաջորդ քաղաքական համակարգը, որ ես անվանում եմ հեռացրեց քաղաքական համակարգից այն բանը մեջ ընկալման մեջ եղած այն սիմվոլներին, որոնք երրորդ հանրապետության հետ էին ասոցացում Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան ու իրենք եկան ու ես կարծում եմ նենգափոխել են այն բովանդակությունը, որը ունեցել ենք։ Հիմա վերադառնանք ձեր հարցին, կհիշեցնեք ձեր հարցը։ Հարցը հետեւյալն է, դուք ասացիք, որ կային ուրիշ շատ կարևոր շերտեր, որոնք չեն բացորոշվել, որոնք են այդ շերտերը։ Ես կարծում եմ, որ երրորդ հանրապետության մեր համատեղ փորձառությունը ամենաարժեքավոր բանն է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ունենք։ Մենք չենք եղել սեգմենտավորված ազնվականներ, ցածր խավ, ստրուկներ եւ այլն, ի տարբերություն շատ ազգերի, որոնք իրենց այդ ազատագրման հաջորդ փուլում արդեն սկսել այդ հիշողությունը։ Մենք բոլորս եղել ենք հավասարապես դժբախտ եւ մենք հիշում ենք 90-ականները որպես մութ ու ցուրտ տարիներ, չնայած օբյեկտիվ ռացիոնալ դատողությունը կարող է հուշել, որ 90-ականներին եղել են ամառներ եւ եղել են ցերեկներ։ Եվ այն ճգնաժամը սոցիալական, որի միջով մենք անցել ենք, մեզ շատ իրար նման փորձառություն ունեցող մարդիկ է դարձրել, որը իմ կարծիքով մեր ինքնության վրա շատ է ազդել։ Ես նաեւ կուզենայի 44-օրյա պատերազմի մասին խոսել, թե ինչպես ինքը անդրադարձել է մեզ վրա որպես հանրություն։ Մեզանից շատերը ունեցել են մտերիմներ, ազգականներ, ծանոթներ, ընտանիքի անդամներ, բարեկամներ, գուցե ուսանողներ ձեր պարագայում, որոնց 44-օրյա պատերազմի ժամանակ սպասել են եւ ես կարծում եմ այդ սպասումը մեզ առնվազն կարող է հնարավորություն տալ այդ ապրումակցման համատեղ ապրումակցման բան ունենալ, ինֆորմացիա եւ զգացողություն ունենալ եւ այս սա այն դեպքն է, որ ես օրինակ որպես քաղաքական գործիչ, քաղաքական հայացքները հաշվի չեմ առնում, չեմ կարող հաշվի առնել, չեմ կարող չնկատել, որ բոլոր մարդիկ նույն սպասումով են սպասել իրենց եղբայրներին եւ հայրերին, ինչպես ես, եւ այստեղ մենք իրար նման ենք դառնում, նույն ազգից ենք դառնում այս պարագայում, եթե հակիրճ։ Տեսեք, ես չէի ուզենա 44 օրվա պատերազմի մասին խոսել, որովհետև դա իսկապես քաղաքական խոսույթ է, մենք չենք նախատեսում քաղաքական միանշանակ։ Համատեղ էմոցիան է նկարագրում։ Շնորհակալություն, ես հասկանում եմ, բայց այստեղ էմոցիաներով չենք կարող բարձնել, էլի դրա համար ես գերադասում եմ այդ մասին չխոսել, բայց ինձ ուրիշ բան էստեղ հետաքրքրեց։ Դուք ասացիք, որ այդ անցումը կայսրությունից դեպի անկախ պետականություն բոլորիս հավասարեցրեց։ Իրականության մեջ ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Ընդհակառակ ամենահավասար շրջանը եղել է սովետական շրջանը։ Ռոճիկները շատ մոտիկ էին իրար, մարդիկ հարուստ ու աղքատ չկար եւ այլն եւ այլն։ Դրանից հետո գալիս է կտրուկ փոփոխություն եւ ահա եթե մենք չվերցնենք այդ կներեք, այսպես ասած, մուծուցուր տարիները, որովհետեւ հասկանալի է, որ դա բեկման տարիներ էին, պատերազմի տարիներ էին, կայսրության ջախջախման տարիներ էին, շատ տարօրինակ կլինի, եթե մենք դա համարենք այս կամ այն կողմի նվաճումը կամ բաց թողումը, եթե մենք դա չվերցնենք, ապա ցավոք սրտի ամենավատ բանը, որ մենք տեսել ենք երրորդ հանրապետության մեջ, դա օլիգարխիկ համակարգի ձևավորումն է։ Այսինքն անհավասարությունը, հենց այն գլխից անհավասարությունը։ Հետևաբար այդ անհավասարությունը չի կարող մեղմվել այնպիսի պալիատիվ բաներով, որ մենք բոլորս էլ սպասում ենք մեր հարազատների վերադարձին։ Կամ էլ օրինակի համար այնտեղ դուք մի թեզ եք նշել, որ ինձ համար շատ էական է, ես ուզում եմ այդ մասին խոսել, որ լեզուն, հայոց լեզուն այն հիմքն է, որը մեզ բոլորիս հավասար է դարձնում։ Դե գիտեք ինչ է, իհարկե հայոց լեզուն չի կարող չլինել այդ հիմքը, որը բոլորիս կարծես թե հարազատություն է
տալիս, բայց կան մարդիկ, որոնք որ գիտեք, ինձ համար այնքան նողկալի են կամ անընդունելի, որ այն հանգամանքը, որ իրենք հայերեն են խոսում, ոչինչ չի փոխում իմ կյանքում։ Այն դուք իրանց հայ չեք համարում։ Ես ոչ մի խնդրեմ չունեմ մեկին հայ համարելու կամ չհամարելու։ Ես ունեմ խնդրեմ ինքնության առումով ինքս ինձ հարազատ համարելու չհամարելու։ Հաջորդ հարցը, տեսեք, գիտեք որն է։ Այդ դուք այնտեղ մի շատ հետաքրքիր բան եք ասել, որ ինքնությունը դինամիկ կերպափոխման մեջ է գտնվում, բայց ես օգտագործել եի այնտեղ ինքնությունը վերանայելը, դուք ասեցիք, որ համաձայն չեմ այդ բառը։ Կոպիտ բառը չափազանց սխեմատիկ բառ է։ Բայց օրինակի համար, եթե ասենք հարց է դրվում այն մասին, որ եկեք Արարատի սիմվոլը մի կողմ դնենք, դա վերանայել չի։ Հրաշալի հարց եք տալիս, ես չգիտեմ մենք ինչքան ժամանակ ունենք Արարատի մասին խոսելու թե ոչ, այնտեղ դուք գրել եք ավանդական ընկալումը, ինքնության ավանդական ընկալումը վերանայելը։ Ես շատ կուզենայի իմանալ, որն է մեր ինքնության ավանդական ընկալումը, եթե դուք համաձայն չեք ինձ հետ այն բանի առումով, որ առնվազն զոհի եւ հաղթողի այդ մեջտեղում գտնվող մեր ճեղքված ինքնությունն է, որը իմ դեպքում ես դա գիտեմ, որ այդպես է եղել, ես կուզենայի ձևակերպվեր, որն է հայ ինքնության ավանդական ընկալումը, որովհետեւ ես վստահ չեմ, թե մենք նույն բանն ենք հասկացել այդ բառի ներքո նեղացնել ինքնությունը մինչև սիմվոլներ, այդ սիմվոլները ինքնության մաս են, բայց իրենք միայն սիմվոլները չեն, որ ինքնության մաս են, եւ Արարատի հետ կապված ես կարծում եմ, որ չափազանցված հիստերիա կա հանրային, որովհետեւ այն առաջարկը, որ մենք քաղաքականապես արել ենք, այդ արագածը խնամելու մասին է, որովհետեւ ասում ենք հեշտասիրել, դա Վանոյի տեքստն է, հեշտասիրել են, ինչ խնամք հոգատարություն, հարկ ու տուրքեր չի պահանջում եւ հետեւաբար արագածի լանջերին ու քեֆ անել հետևից աղբը չհավաքել եւ այլն ամենևին հայրենասիրության մասին չի ասում ինչքան էլ դուք հիացմունքով պատտվեք Արարատին նայեք հետեւաբար եկեք խնամենք այն ինչի հետ կապված պարտավորություն ունենք կամ ինչը մեզ է պատկանում հա թե չէ հետո ոնց որ իսկ Արարատը մեզ չի պատկանում հիմա վերադառնանք Արարատի սիմվոլին իհարկե չի պատկանում մեզ որովհետև մեր տարածքում չի գտնվում, բայց ես կարծում եմ, որ Արարատի դեպքում գործում է այն, ինչ որ գործում է Ուրարտուի դեպքում։ Ինքը ինձ համար այլևս էական չէ, հա։ Մեր իսկական հայկական պետականության նախակազմավորում է եղել, հայկական չի եղել, ուրիշ տիպի պետական կազմավորում է եղել։ Կարևորը այն է, թե որտեղ են մարդիկ գնում այն տեսնելու համար։ Հիմա այնպես է ստացվել, որ Ուրարտուն, Արարատը տեսնելու համար մարդիկ պետք է գան Հայաստան, որովհետև Հայաստանից դա ամենահարմարն է տեսնել, եթե շատ կոպիտ ասեմ, հա։ Այսինքն դա մեզ համար էսթետիկ նշանակություն ունի, մեզ համար մեր այցելուների, հա, ես այն օրը տեսա Forbes-ի մի հոդված կար, որտեղ գրված էր, որ Հայաստան դառնում է աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը, ու այդ Հայաստանը այդ բանի հոդվածի հետի նկարում դրված էր Երևանի համայնապատկերը, բանի Արարատի ֆոնին։ Սա այն է, ինչ որ մեզ տեսնում են մարդիկ եւ Այս մասին այնքան երկար կուզենայի խոսել, պատմել բաներ, պատմություններ, վստահ չեմ թե դրա ժամանակը կա։ Մարդիկ կան դրսում ապրող, արտասահմանցի, օտարերկրացի, ոչ հայ մարդիկ, ովքեր մտածում են, թե իսկապես մեր տարածքում է գտնում Արարատը, որովհետև իրենք գիտեն, որ Արարատ տեսնելու համար պետք է գալ Հայաստան։ Պետք է իջնել Զվարթնոց օդանավակայան, գնալ Արարատի մարզ կամ Երևան քաղաք, որպեսզի տեսնեն այն, ինչ իրենք ուզում են տեսնել։ Եվ հետեւաբար այդ առումով ինքը էսթետիկ նշանակություն ունի ամենաշատ։ Թակո, այստեղ մենք իսկապես տարբեր բաների մասին ենք խոսում, որովհետև դուք որպես գրականագետ իհարկե շատ լավ գիտեք, Չարենցը ձեր ամենակարևոր կետերից մեկն է, որի մասին շատ խոսում եք, եւ Հասուն Չարենցը, իր ճանապարհի ժամանակվա Չարենցը, հետեւյալ բանն է ասում Արարատի մասին, իր Աբովյանի մասին պոեմում. Գագաթը բարձր, որ իր ժողովուրդը համարել է միշտ իր գոյության խորհուրդը։ Այսինքն խոսքը այստեղ ոչ թե պահանջատիրության սինդրոմի մասին է, ոչ թե այստեղ կամ այնտեղ գտնվելու մասին է, գագաթը բարձր, որ իր ժողովուրդը համարել է միշտ իր գոյության խորհուրդը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչն եք դուք համարում մեր գոյության խորհուրդը։ Ինձ համար շատ գրավիչ է, որ դուք բանը Չարենցին եք վերում այստեղ խոսակցությանը հրավիրում։ Ես ճիշտ ասած վստահ չեմ, թե ինչպեսին կլիներ Արարատը, եթե իսկապես ինքը մեր պատասխանատվության ներքո լիներ, ես չգիտեմ իր գլխին ինչ կանգնեցրած կլինենք կամ ինչպես փորած կլինենք, որպես բան հանրույթ մեր ունեցած բաների նկատմամբ մեր անփույթ վերաբերմունքն եմ էլի ուզում նկարագրեմ։ Մենք անփույթ ենք եւ հենց այդ փութաջանությունն է, որ ես կուզենայի տեսնել մեր սեփական ունեցած բաների նկատմամբ, ինչ վերաբերում է նրան թե տարբեր գրողներ, հեղինակավոր
շատ հեղինակավոր գրողներ տարբեր տարածքների Հայաստանի պատմական տարածք եղած կամ սիմվոլ եղած, չգիտեմ, Վանա լճի, Արարատի կամ որևէ մեկ այլ պատմականորեն հայկական եղած սիմվոլի մասին ինչ են ասել, ես կարծում եմ դա լավ գաղափար չի հիմա քննարկել դա որպես մեր ինքնության ստատիկ միավոր։ Դա ինձ համար Ես չեմ կարծում ստատիկ միավոր է։ Տեսեք, երբ որ ես այդ մասին գրում էի իմ Չարենցի մասին գրքում, մոտես մի գաղափար եկա, որը ես Նույն հավեսով գրեցի ու այնքան երջանիկ եմ, որ դա գրել եմ։ Չգիտեմ, ասածից մեջ ինչքան իմաստ կա, բայց հետեւյալն եմ ես գրել այդտեղ, այս տողերից հետո։ Մասիսը իր մեջ իմաստ չի պարունակում, բայց այն բոլոր մնացած բաներին իմաստ տվող ինստանց է։ Այսինքն Մասիսի գոյությունը մեզ համար իսկապես մենակ բանացնելու հետ չի կապված։ Դա կապված է մի քիչ ուրիշ ընկալումների հետ։ Տեսեք, ինչպես օրինակ լույսը ինքը ոչինչ չի, բայց մնացած ամեն ինչը լուսավորում է։ Սերը ոչինչ չի, բայց մնացած ամեն ինչը ջերմացնում է։ Հիմա Մասիսը այս առումով է սիրում։ Ինձնից հետաքրքիր է ինչ է անում։ Մասիսը։ Բացի նրանից, որ էսթետիկ առումով ոնց որ բավականություն է։ Եթե դուք այդ հարցը տալիս եք, ես կարծում եմ իմաստ չունի փորձել պատասխանել, բայց այդ դեպքում ես այն օրը չգիտեմ տեսեք թե չէ, բայց լավ խոսեցինք այդ մասին։ Մարիայի հետ Կարապետյան խոսում է ոդքասթի ժամանակ, ես իրան հարցի երբես առաջի անգամ Արարատ տեսել, ասես դե 14-15 տարեկանում երևի, որովհետև այն ինչ որ դուք ասում եք կարող ճշմարիտ է ինձ համար, իմ տեսարանն է եղել, ես ուրիշ բան չեմ տեսել, ես աչքերս բացել եմ, իմ աչքի առաջ Մասիսն է եղել։ Եվ ինքը իսկապես ինձ հետ շատ էմոցիոնալ կապ ունի, բայց այն մարդիկ, ովքեր իրանց ինքնության ձևավորման ամենակարևոր փուլում ուրիշ բան են տեսել, դա ոնց է էլի նույն իմաստը կրում, նույն իմաստը մեզ համար կրում։ Ուրեմն տեսեք, այստեղ իսկապես այնքան մենք այսպես տարբեր տեղեր գնացինք, որ ես մտածում եմ, որ կան բաներ, որոնք ավելի ճիշտ է դիրքորոշումների ֆիքսացիան եւ ոչ թե վեճը, իմաստ չունի վիճելը, եւ քանի որ Չարենցին սիրեցիք, մի բան էլ կարծամ Չարենցից եւ կարծում եմ սրանով մենք կարող ենք վերջացնել, բայց հարցս կտամ, էլի։ Հարցս հետեւյալն է։ Տեսեք, ուրեմն Չարենցը, որի մասին դուք բազմաթիվ անգամներ երբ որ խոսում եք, միշտ խոսում եք շեշտելով նրա այդ ազգայնական ռոմանտիզմի նկատմամբ թերահավատությունը, որը շատ ճիշտ է, ես ինքս էլ դա միշտ շեշտել եմ, տարբեր բաներ է գրել, էլի։ Հիմա երբ որ դուք խոսում եք այն մասին, որ կան պատումներ կամ խոսույթներ, որոնք ազգայնորեն ընդունված են, այդ պատումներից մեկը Արա Գեղեցիկի պատմությունն է։ Ուրեմն Շամիրանն եկավ, ուզում էր Արա Գեղեցիկի հետ ամուսնանալ, բայց Արա Գեղեցիկը իրեն ժխտեց, մերժեց, որովհետև ինքը ազգային ազատագրական տղա էր եւ այդպիսի բան չէր ուզում։ Այդ հասկացանք։ Հիմա այդ պատումը Չարենցը վերցրել է իր Շամիրան բանաստեղծության մեջ ջախջախել է։ Ուղղակի դեկոնստրուկցիայի է ենթարկել։ Նա պատմում է, թե ոնց սովետական Հայաստանում Շամիրամը գալիս է եւ ոչ մի խնդրեմ չունի, ում հետ ասես կարող է քնել, ում հետ ասես կարող է կապի մեջ մտնել, որովհետեւ ժամանակները փոխվել են եւ այլն եւ այլն եւ այլն, այդ ամենը շատ գեղեցիկ ձևով տալիս է, բայց հետո ասում է, բայց կլինի մի գիշեր։ Ու Հմայքով Նայիրյան կբարձրանա Մշուշից Մանկաժպիտ քոհարան։ Նորից հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի ու սարսափով միանոք նորից կելնես դու կռվի։ Եվ որպեսզի չտրվի նա աղտաժետ քոհրին, ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նայիրին։ Եվ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա, կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա, նա կմեռնի որպես զոհ, բայց չես հաղթի դու նրան, դառն է խորհուրդը սիրո, շամ շոտաշուրտ Շամիրան։ Հիմա իմ հարցը ձեզ հետեւյալն է։ Այդ գիշերը, որի մասին Չարենցը խոսում է, որ գա, ինչ եք անելու։ Թող գա այդ գիշերը, թող գա այդ ժամանակ արդեն ոնց որ այդ պահին այդ գիշերվա ընթացքում տեղի կունենա, եթե սա մարգարեություն է։ Մարգարեություն, իսկ սա պարզապես գեղարվեստական հնարք է, ինչ ասեմ։ Սա ոչ գեղագիտական հնարք է եւ ոչ էլ մարգարեություն է, սա այն պարզ գիտակցումն է իմաստուն մարդու, որը պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ Որ կա երկու Ես չեմ հավատում պատմության կրկնությանը, պարզապես չեմ հավատում։ Եթե ես հավատայի պատմության կրկնությանը, ես քաղաքականությամբ չէի զբաղվի, որովհետև եթե անխուսափելի ճակատագիր է աշխարհը, ուրեմն մենք ոչինչ փոխել չենք կարող։ Հետևաբար իմ գործունեությունը այդ պատմության մեջ բոլորովին անիմաստ է, ես գնայի տուն ոնց որ գիրք կարդայի։ Չէ, տեսեք, դե երբ որ ես ասում եմ պատմությունը կրկնվում է, ես ու նկատի չունեմ, որ բառացիորեն է կրկնվում։ Այսինքն կան շրջադարձային ֆարս է կրկնվում։ Չէ, որը կրկնվում է, որովհետև բոլորովին տարբեր պայմաններում, բոլորովին տարբեր ձևերով, բայց ինչ-ինչ իրողություններ անընդհատ եւ անընդհատ կրկնվում են։ Եթե դուք դա չեք համարում, ապա դա նշանակում է, որ դուք դա լավ փուլում եք։ Պատմությունը որպես իրադարձություններ հաջորդականություն են պատկերացնում, ոչ թե որպես պտույտ անվերջ, եւ ես այդ ճակատագրապաշտության չեմ հավատում։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները, որոնք իրենց վրա պարտավորություն են վերցնում
ժամանակի ընթացքի վերաբերյալ որոշումներ կայացնելու։ Իրենք եթե հավատան դրան, որ ամեն ինչ նախ կանխորոշված է եւ մենք պետք է անկեղծ լինենք։ Եթե ես ասում եմ պատմությունը կրկնվում է, դա չի նշանակում որ ամեն ինչ կանխորոշված է։ Կրկնվել է կանխորոշված է, թերթում կնայեմ ինչա գրած պատմության գրքում, կիմանամ ինչա լինելու ապագայում։ Ոչ, այդպես չի, ախր դե այդքան պարզանակ չենք կարող խոսել։ Լավ, ես չգիտեմ, այստեղ իսկապես շատ երկարում է խոսակցությունը, երբ որ ես ասում եմ պատմությունը կրկնվում է, ես բոլորովին էլ նկատի չունեմ, որ մարդիկ անզորեն իրենց ճակատագիրը տնօրինելու։ Ես բոլորովին էլ նկատի չունեմ, որ ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Ես նկատի ունեմ, որ մարդկային չէ, քաղաքական եւ պատմական իմաստով եմ ասում։ Եւ պատմական իմաստով, այո, պատմությունը կրկնվում է ամենատարբեր ձևերով։ Այդ տեսեք դուք ինքներդ ասեցիք, չէ՞, մեկ Տիգրան մեծի ժամանակ, մեկ էլ, չգիտեմ, Արցախի, ասենք Դա ասում եմ, ես այդ պատումի մեջ մեծացած մարդ եմ, որը դուք այդ պատումի մեջ մեծացել եք, բայց բազմաթիվ պատումներ էլ արանքներում բաց թողեցիք։ Հիմա կարելի է խոսել Սարդարապետի մասին, կարելի է խոսել Ավարայրի մասին, կրկնություն միշտ կա, այլ բան է, որ այդ կրկնությունը բոլորովին տարբեր ձևով է տեղի ունենում եւ հասկանալի է, որ յուրաքանչյուր անգամ մենք միևնույն է պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, ինչ որ տեղի ունենում։ Այստեղ ես կարծում եմ այդքան պարզանակացնել պետք չէ։ Այս ամեն դեպքում կարծում եմ դա պատմաբանների բանն է, մտածած բանն է, որ դա կրկնությունն է, ոչ թե բանն է։ Շնորհակալություն Թակուի, ես կարծում եմ, որ մի քիչ բարդ խոսակցություն ստացվեց, կիսատ վռատությունները շատ էին, բայց հետաքրքիր է, որովհետև կետեր են ֆիքսվում, որոնց շուրջը կարելի է խոսել։ Ես երբեք դեմ չեմ եղել ավելի մանրամասն խոսակցության, այնպես որ եթե լինի, խնդրեմ, համեցեք կամ ես կարող եմ համենալ, եթե ձեր կողմից լինի ինիցիատիվան, սրանով այսօր կվերջացնենք մի անգամ եւս շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։